Պարոն նախագահ, դուք ձեր բացման խոսքում ասացիք, որ ԱՄՆ-ի ռազմավարության մեջ Հարավային Կովկասը ըստ էության նշանակություն չունի, բայց երեք բանակի օրվա հետ կապված Փաշինյանը ասել է, որ մեր անվտանգության երաշխավորը ոչ թե բանակն է, այլ թրիփը, այսպիսի մի ձևակերպում է տվել, ինչպես եք սա գնահատում, այսինքն իրենք չգիտեն, որ ամերիկյան ռազմավարության այսպես Ինչ ասել, մի հատ էլ կրկնեք, ես այդ մարդու այդ առությունները վաղուց չեմ որ մեր ըստ էության, որ մեր անվտանգության երաշխավորը ոչ թե բանակն է լինելու, այլ թրիփ, այսինքն այսպես մենք այս նախագիծը բերելով այստեղ Հայաստան, այսպես անվտանգ ենք դարձնում։ Թրիփը մեր ամենից մեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Ես բացատրեցի ինչու։ Հիմա ձեր հարց։ Հարցը ըստ էության դա էր, բայց նաև մեկ ուզում եմ եք դիտարկում անեք, մինչ ասուլիսը սկսելը մեզ բոլորի շատ հետաքրքիր էր ձեր ասուլիսի հետնանկարի պատկերը, Արարատը, Սարը, նաև եկեղեցին, ինչ մեսիջ է սա, որտեղ եթե չեմ Հենց ճիշտ եք հասկացել ինչ մեսիջ է։ Եթե հնարավոր է ավելի Նաև խոր վիրաբը պիտի լինի։ Կա, խոր վիրաբներ կա։ Եկեղեցի, Արարատ, ուրեմն մեր խորհրդանիշներից չենք հրաժարվում։ Մեսիջը շատ ուղղակի է։ Ինչ վերաբերում է առաջի հարցին, իմ տպավորությունը այնպիսին է, որ մարդիկ ի պաշտոն է պատասխանատվություն են կրում հարցերի վերաբերյալ, որոնցից բացարձակապես ոչինչ չեն հասկանում։ Բացարձակապես։ Յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխավորը առաջի հերթին բանակն է, առաջի հերթին բանակն է։ Եվ իդեպ, եթե դու ունես մարտունակ բանակ, ոչ թե պատերազմ սկսելու համար, հակառակ խաղաղություն ունենալու համար, քո մարտունակ բանակը քո կշիռն է մեծացնում հարաբերությունների ուրիշների հետ։ Ինչքան բանակը ավելի մարտունակ, ինչքան տնտեսությունը ավելի հզոր, այնքան ավելի հետաքրքիր դաշնակիցներ դու կարող եք ունենալ եւ այնքան իրենք են արժևորելու քո դերը այդ հարաբերությունները։ Եթե դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, քո հետ ինչ ընկերություն անեն։ Միջազգային հարաբերությունները այդ սենտիմենտները չկան։ Եթե քեզանից 0 ես ներկայացնում, քո հետ ընկերություն անի, որինչ, բեռ ես դառնում։ Հոդի չեմ կարող մեկնաբանել մի բան, որը իմաստազուրկ է։ Այսքանը։